ուրեմն սպասարկման համար։ Ստեղծված է քաղաքապետարանում ընդհանուր սպասարկման կենտրոն։ Այնտեղ այդ մարդիկ ստանում են տեխնիկայա դուրս բանը տեխնիկայի վրա փող են ծախսել, հսկայական էկրաններ, աշխատողներ հետևում են այդ միասնական համակարգի բանը գործառությանը։ Հսկիչներ են մտնում տրանսպորտ ստուգում մարդկանց, ով ինչ է արել, ինչ չի վերցրել է, տոմսը չի վերցրել եւ այլ էլեկտրոնային եւ այլ։ Մարդիկ մտնում են տարբեր անհանգստություններ է պատճառվում, չի ընդունում այդ համակարգը եւ այլը կամ երկու անգամ անում է, գիտի չի ընդունել, մեկ էլ այնտեղ ֆիքսվում է եւ այլը։ Այս ամեն ինչը, այս հիմարությունները, այսպես ասած եւ այսպես այդ ձայների, այդ անընդհատ այդ դզդոցների, այդ ձայների, այդ հերթերը մարդիկ, որ հերթ է լինում, չեն կարողանում այդ բաները անել, դրանք ոչ թե հարմարացնում են, այլ անհարմար բան է, եւ այս ամեն ինչը ընդհանրապես ծրագիր կատարելու համար է դրսից հրահանգի կատարում է, եւ այդ օղակը, որը անհրաժեշտ է Հայաստանից կանխիկ դրամը հանելու համար, այդ օղակը լրացնելն է։ Հիմա հարց է ծագում, մարդը լսում է ինձ հարց է տալու, բա ինչ անենք, որ տրանսպորտը արդյունավետ դառնա։ Հիմա ես պատասխանում եմ հետևյալը. կան բազմաթիվ երկրներ, որտեղ գործում է տարբեր համակարգեր, դրա այդ թվում նաև ժետոն համակարգը, եւ կոպեկն է գործում, եւ ժետոնային համակարգը։ Ինչն է խանգարում, ես դիմում եմ քաղաքապետին Երևանի, այն խմբակցությունները, 3 հատ խմբակցություն կան, դուսեին եկե բանի, ոչ մեկը չի հասկանում, ինչի բանա բացատրում ես, հանդիպումներ եմ ունեցել։ Ադեկվատություն գոյություն չունի, ասում է բանա ստվերային տնտեսությունը վերանում է, վարորդը չի գողանա այդ փողը։ Հիմա ես ասում եմ, որ ստվերային հատված, այսպես ասած, որ վերանա եւ վարորդը այդ գումարը չտանի, ինչ անել եւ ավելի հեշտացնել այդ ամեն ինչը։ Ժետոնը, պլաստմասի, Հայաստանում կան պլաստմասի տարբեր բաներ արտադրող ընկերություններ։ Պլաստմասի ժետոններ են արտադրվում, բաժանվում են մամուլի կրպակներին։ Այդ ժետոնի գնի մասին չի հիմա խոսքը։ Կարա լինի 100 դրամ, ես 100 դրամին եմ կողմ, բայց այդտեղ խնդիրը չեմ ուզում դրամական հատվածին բան անեմ, որովհետև 150-ը մարդկանց համար թանկ է, այս քաղաքական բնակչությունը։ Այդ ժետոնը գնում է մարդը, մտնում է տրանսպորտ, առջևը դրված էր, հիշում եք, արկղներ էին դրված։ Այդ արկղները մի անգամ առել է, գնել են այդ արկղները, ուրեմն 137,000 դրամ են տվել, մյուս անգամ 141։ Երկու պարտիա գնել են։ Այդքան գումար է վճարվել։ Այդ արկղներից գցում են այդ ժետոնները, մարդիկ ոչ հերթ են կանգնում, ոչ բան, մտնում է, գցում է, առաջ է շարժում, մտնում, գցում, առաջ շարժում եւ այլն։ Այդ ժետոնը ոչ այդ վարորդը վերցնում է, ոչ մի բան։ Ֆիքսված է, քանի հատ ժետոն եղավ, կամերա եք դրեք, կամերայի տակ, այդ տեսախցիկի տակ հանեք այդ ժետոնները, օրվա ընթացքում 2 անգամ կհանեք, 3 անգամ կհանեք, մի անգամ կհանեք, դուք որոշեք ինչքան հանեք։ Եվ դրանով ինչ կկատարվի։ Դրանով ոչ մարդիկ այդ քարտային բանը, քարտերի այդ օգտագործման դժվարությունների մեջ կընկնեն, ոչ ուրեմն այդ խցանումները կլինեն, ամբողջ ավելի հեշտ կլինի։ Եթե դուք ուզում եք տակ բաներ, այդ ինչա կոչվում, մշտական տոմսեր, 10 օրվա, 20 օրվա կամ արտոնյալ տոմսեր տարբեր խավերի համար, կարող եք արտադրել, մեծ թվերով վրեն գրում եք, ինչ որ օրից որն է, մարդը մտնում է, վարորդին ցույց է տալի, անցնում է առաջ, ոնց է եղել այն նախկինում արել ենք, ինչն է մեզ ստիպում, որ մենք, այսպես ասած, անունը դնենք տեխնոլոգիական առաջընթաց եւ մեզ տանենք, ինքներս մեզ տանենք ոչնչացման, մեր կյանքը դժվարացնենք եւ այլն։ Ես ուզում եմ ասեմ, որ այդ քարտերը այդ համակարգը դրել են նաեւ բնակչությունը թող իմանա, դրել են եւ այդ էլեկտրոն կանխիկ դրամը հանելու համար, parza այդ դրա համար է դրված, այդ օղակը լրացնելու համար է, բայց նաեւ շատ կարեւոր հիմա ստեղ բան կա, որ ձեզ ադապտացնում են անընդհատ ծառայություններից օգտվելու եւ գնումներ կատարելը քարտերով եւ հեռախոսներով։ Դուք սովորում եք այդ երևույթին 1, 2, 100 եւ այլը, դուք այդ գործողությունները անելով արդեն ձեր մոտ վարք է սկսում ձևավորվել, որ եւ գնումները ձեր կատարեք եւ բոլոր ծառայություններից օգտվեք այդ քարտերով եւ այդ հեռախոսներով։ Դա դրա համար է արված, որ դուք արագացնեն նաեւ մյուս ոլորտներում իրականացվող թվային էքսպանսիան եւ հնարավորինս շուտ այդ ամբողջ բանը շղթան փակեն։ Իսկ շղթան փակելը հիմա փորձենք ամփոփել։ Չէ, այս թեման ամփոփենք, որտեղ էլեկտրոնային ստրկացման, այդ թվային ստրկացման մասին կարծում եմ մեծ թեմա է, առանձին պիտի խոսենք։ Այսօրվա ասելիքը խնդրում եմ ամփոփենք ու մարդիկ որպես մտածելու տեղ տանք ու ես ուզում եմ